Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով օգնում եք մեր հաղորդումներին, որ այն դառնա ել ավելի բովանդակալից եւ ել ավելի օգտակար։ Ես արդեն կարծում եմ, որ այս հաղորդումը հենց ձեզ համար է եւ մեզ համար է եւ սպասված է նաեւ ձեր կողմից, որի համար նորից ու նորից շնորհակալ եմ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այսօրվա պատրաստվելիք ուտեստը կոչվում է դդմով բորանի։ Օգտագործելու ենք դդում, սիսեր, նախորդ խաշված, ծիրանաչիր, օգտագործելու ենք մի քիչ աղ, կարմիր քաղցր աղացված պղպեղ, բարեկամներ, օգտագործելու ենք նաև այն հիմնական եւ ամենակարևոր համեմունքը, որ մենք մեզ հետ միշտ կրում ենք, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Սկզբի համար պետք է մաքրել դդումը, մաքրել եւ միջուկից եւ կեղևից, կեղևը մաքրում ենք, դդումը կտրատում ենք փոքրիկ խորանարդների, այսպես ջուրը նախորդ եռացնենք, ավելացնենք դդումը, թողնենք դդումը մի քիչ շոգեհարվի, փափկելու աստիճան, ինչպես նշեցինք, պիտի օգտագործենք նաև ծիրանաչիր, այս ուտեստի տարատեսակներին մենք արդեն ծանոթ ենք, շատ ու շատ բորանի ճաշատեսակի տարատեսակներ կան, մենք բավականին արդեն միասին պատրաստել ենք, եւ սա նորից գալիս է լրացնելու այդ բորանի ճաշատեսակի տարատեսակները։ Սա ավելի բուսական տարբերակն է, եւ շատ լավ է, որ բուսական տարբերակն է։ Օգտագործելու ենք նաեւ նախորոք խաշված սիսեր, Եթե մենք պատրաստեինք, ասենք պատրաստելը սկսեինք սիսերից պատրաստել, կարող էինք այդ տարբերակը նաև ընտրել, հարկավոր կլիներ մոտավորապես 6 ժամ թրջել սիսերը, այնուհետև կեղևից մաքրել եւ սկզբից խաշել սիսերը, այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները։ Բայց մենք ունենք խաշված սիսեր եւ կպատրաստենք դդումը, նոր կավելացնենք սիսերը։ Դդումին մի քիչ աղ ենք ավելացնում, ավելացնում ենք կարմիր աղացված քաղցր պղպեղ, ժամանակն ավելացնել նաև ծիրանաչիրը, հարգելի հեռուստադիտողներ, այս ուտեստը ապուրների դասին չի պատկանում, բնականաբար, ջուրը պիտի այնքան եփվի, այնքան խաշվի, որ մի քիչ խտանա կամ ցնդի, եւ ուտեստը բորանի տարատեսակները, ուտեստները մատուցում են կիսա, այսպես թանձրուկով, կիսա սոուսով, կիսա ջրիկ, այսպես ասենք, որ պարզ լինի, այնպես որ շատ ջրի քանակություն չի ենթադրվում։
Հարգելի հեռուստադիտողներ, անցավ մեր հատկացված ժամանակը եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Պատրաստ է, մենք նախապատրաստենք ափսեն, որի մեջ պիտի մատուցենք։ Մինչ նախապատրաստելը կարող ենք եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես պատրաստեցինք դդումով բորանին։ Մի քիչ շոգեխաշեցինք ջրով դդումը, այնուհետև ավելացրինք ծիրանաչիր, այնուհետև խաշված սիսեր, մի քիչ կարմիր քաղցր պղպեղ աղացված եւ մի քիչ աղ։ Ուտեստը արդեն պատրաստ է, բարեկամներ։ Ինչպես նշեցինք, ջուրը արդեն քաշվեց, գոլորշացավ եւ ուտեստը պատրաստվեց։ Մի փոքր կանաչի այսպես գույնը բացելու համար։ Հացերի հացը տապակված լավաշը այս կողմում եւ արդեն կարելի է մատուցել դդմով բորանի։ Բարեկամներ, նորից ուզում եմ, որ ձեր սեղաններին միշտ լինեն ազգային մեր ուտեստներից, մեր ազգային խոհանոցից ուտեստներ եւ հավատացեք, որ այդ ուտեստները կնպաստեն ձեր առողջությանը եւ ձեր հաջողություններին։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, յուրաքանչյուր հանդիպում ունենա արդյունք եւ այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն, բարեկամներ։ Դդմով բորանի, դդում 200 գրամ, սիսեր 120 գրամ, ծիրանաչիր 60 գրամ, աղ, կարմիր պղպեղ, բարեխորժակ։